Դիձեի մոտ էի մար։ Այդ օծը ինչ երգ ես հիշել։ Երույց խաբարություն չկա երեկվանից տնից դուրս ա եկե ու ասկի չգիտենք ուր ա գնացել։ Ինչ վատ բան ասեցիր։ Ես արդեն մտածում եմ, որ անց տանը լուրջ բան ա կատարվում։ Երիկը շատ տարօրինակ ա իրան պահում։ Մեկ մամայի հետ ա վիճում, մեկ էլ իրա տնեցիների։ Այդքանը ես էլ եմ հասկանում մար։ Ուղղակի Երոնսկի ինձ չի ասա ինչ ա կատարվում։ Ուրեմն ամեն ինչ շատ ավելի լուրջ ա միշ։ Ճիշտ է Շերլոկ ջան։ Քանի տունը տես պարապ-սարապ պարկացես, փորձի մետ անալիզ անես սաղ սիտուացիան կարող է մի բան դուրս գա, պարզես ինչի հետ է կապված։ Հա, դու ձեռար։ Լավ մար զանգը տվել է առանց թե հայոց հա, թող մտնեմ չուշանամ։ Զանգեմ մամային բարեխոսեմ քեզ դասի թողի։ Հանգիստ տեղի առանց քո ասելու էլ կթողի։ Պահ, արդեն իրար հետ տենց լավ եք։ Փորձում ենք էլի։ Միշ, մամա շատ լավն ա, որ դու իրան սիրես, ես ավելի շատ քեզ կսիրեմ։ Դու էլ որ իմ մամային սիրես, ես քեզ կպաշտեմ մար։ Ես դեմ չեմ, երբ ես ծանոթացնելու։ Հենց լավանաս առաջինը մեր տուն ենք գնալու մարս։ Ուխ, սիրում եմ։ Ես էլ, բակա լավ խոսանք։ Բարոցես, կներեք մի դեր արշեցան, ուշասվանում է կարելի անստել։ Նստիր, բայց այլևս չկրկնվի։ Իդեպ Միքայել տեղյակ ես Երիկը ինչու չի եկել դասի։ Չէ, տեղյակ չեմ։ Ամեն դեպքում խնդրում եմ փոխանցեք, որ ես ամենևին քեն չեմ պահում իր անշնորհք պահվածքի համար։ Կարող է հանգիստ գալ իմ դասերին։ Շուշի ջան, շարունակիր։ Ուր էլ լինեմ, չեմ մոռանա ես ողբացան երգերը մեր։ Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր։ Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունական վերքերը մեր։ Էլի ես որբ ու առնավար իմ Հայաստան յարն եմ սիրում։ Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա։ Նարեկացու քուչակի պես լուսապսակ ճակատ չկա։ Աշխարանցիր, Արարատի նման ջերմակ գագաթ չկա։ Ինչպես անհաս փառքի ճամփա, ես իմ մասիս Սարն եմ սիրում։ Ապրես նստիր։ Կարծում եմ ես իմ անուշ Հայաստանի բանաստեղծությունը յուրահատուկ հիմն է դարձել մեր հայրենիքի համար։ Եվ միայն Չարենցի նման մեծությունը կարող էր մեկ բանաստեղծությամբ ողջ սերն արտահայտել մեր երկրի հանդեպ։ Դե, տեսնենք էլով ինչ բանաստեղծություն են անխնդրել։ Տիկին Արևշտյան գիտեք, չէ, մեր նախկին դասատուն գրակի, ինքը ձեր նման չէր ասում, ինչ տուրներդ գալիս է այդ սովորեք։ Մի հատ ոտանավոր էր տալի ու ասում էր բոլորդ պետք է այդ սովորեք։ Չոպ, իսկ հիմա այդ նույնը գրական հայերենով։ Հասկացա։ Տիկին Արևշտյան, դուք միակն եք, որ մեզ ազատ ընտրության հնարավորություն եք տալիս։ Մեր նախկին գրականության դասատուն մեզ պարտադրում էր մեկ բանաստեղծություն ամբողջ դասարանով անգիրանանք։ Շատ ապրես։ Շնորհակալ եմ, որ վերջապես մաքուր հայերենով խոսեցիր։ Չեմ ուզում։ Քո ուզելով չի։ Կեր որ լավ դասերը սովորես։ Գիտես չէ աղջիկդ ինչ անխիղճ է։ Ոտքս կոտրած պարկած եմ, ինձ 10 հատ անգիրան հանձնարարել որ սովորեմ, իսկ երեխեքին ասել է ով ինչ ուզում է թող սովորի։ Շատ անխիղճն է, շատ։ Հավատացիր։ Քո լուրջն ու կատակը մարդ չի հասկանում։ Տեսնեսով կլինի։ Սպասի Կուշակյան, կամ Գորիսի մեղրը, կամ Գազի Լույսի ջրի մարդը, կամ էլ հարևանի երեխան։ Կամ էլ ինչ-որ մեկով կարոտել է քեզ։ Չի համբերել ու առավոտը շուտ մեր տուն է եկել։ Չէ, այդ մեկը դժվար։ Ինձ կարոտողները հիմա դասի են։
Մարի ջան, հյուր ունես։ Ո՞վ է ինձ առավոտ հիշել։ Տղա ջան, ներս արի։ Կարող է սրանից ուր ներս թողեցի։ Սիրտս էլի վատացավ։ Գնամ դեղ խմեմ։ Էրիկ, ինչ ա եղել։ Հիշում ես երեք ոնց լցրեցիր զիբիլը մեր սեղանին։ Ո՞վ է քեզ նեղացրել։ Ոչ մեկ չի նեղացրել։ Ես եմ քեզ նեղացրել։ Չիմանալով որ Էրիկ, չեմ հասկանում, ինչ ես խոսում։ կներես ինձ Ինչի համար։ ամեն ինչի։ Էրիկ, գիժես։ Հերիքա։ Էրիկ մարչեց գտե դարդե հետ պատմելու ինձ ես հիշել։ Չնայած լավ ես արել։ Միշոն ասաց, որ տանը խնդիրներ ունես ու տնից գնացել ես։ Մամայի հետ ես վիճել։ Բայց այդ էական չի։ Ասա ինչու կկարողանամ քեզ կօգնեմ։ Էրիկ լավ, վերջացրու, քեզ չի սազում։ Եթե ես կլացեմ եմ։ Չէ, պետք չի որ դու լացես։ Պետք չի որ քո աչքերը արցունքից կարմիր են։ Էրիկ, կասես ինչ ա եղել։ Առաջին անգամ եմ քեզ այս վիճակում տեսնում։ Սրանից հետո սենց է լինելու։ Ես նենց կանեմ, որ դու կյանքում էլ ոչ մի խնդիր չես ունենա։ Խոստանում եմ միշտ կպաշտպանեմ քեզ։ Էրիկ, անհանգստանում եմ արդեն։ Կասես ինչ ա եղել։ Մար դու իմ ընկերուհին ես, չէ։ Դե վերջին տվյալներով հա։ Իմ ընկերուհին իմ քուրն է, չէ։ Դենց է, չէ դուրս գալիս։ Այսինքն դուրս է գալիս, որ դու իմ քուրն ես, չէ։ Հա, Էրիկ, բայց ինչի ես այդ նոր հիշել։ Նենց չի ես նոր եմ Միշոյի հետ ընկերություն անում։ Իմ մոտով շատ բաներ է փոխվել։ Ինչ։ Ձերոնց հետ վիճելուց հետո է ինչ-որ բան փոխվել։ Հա։ Մար, իսկ կատակը մի կող կուզեիր ինպես աղբեր ունենայիր։ Մամ ջան, գիտես որ դասի ժամին չեմ կարողանում խոսել։ Գիտեմ Անուշ ջան, բայց եթե շտապ չլիներ, չէի զանգի։ Ինչ է պատահելու Մարիից ինչ որ բան չի եղել։ Մարին լավ է։ Կարոյի տղեն է մեր տանը։ Մարիի սենյակում։ Էրիկը։ Հա Անուշ ջան, հաստատ Կարոն ինչ որ բան ասել։ Թե չէ առավոտը շուտ ինչի պիտի գար մեր տուն։ Ներս թողեցի, հիմա փոշմանել եմ։ Լսի, կարող է գնամ։
դրան մեր տնից դուրս հանեմ, հա? Չէ, մամ, հանկարծ նման բան չանես։ Բա որ ամեն ինչ ասի Մարիս։ Ավելի լավ, մամ ջան։ Ջրի հունը չեն կարող փոխել։ Եթե ինչ-որ բան ճակատագրով նախատեսված է, մենք ուզենք թե չուզենք, այդպես է լինելու։ Հանգիստ թող երեխեքին։ Ինձ հեշտ ես խոսում։ Մամ։ Լսի Անուշ, եթե ես Լիդիայի տղան նեղացնի Մարիս, մի հատ էրի կողքից կհանեմ։ Կգամ տուն կխոսենք։ Լավ։ Հա, Էրիկ, ես կերազեի քո նման աղբեր ունենայի։ Հա որ։ Հա, դու շատ լավն ես։ Դու էլ մարդ։ Ինձ թվում է դու շատ լավ աղբեր կլինեիր։ Հոգատար, բարի։ Կամ։ Ինչ։ Դե ուզում եի ասեմ։ Դե լավ, մի արդարացի։ Հասկացա քեզ։ Ուզում եիր ասել, քանի որ ես քո ընկերոջ ընկերուհին եմ, դու ինձ քրոջ պես սիրում ես, չէ՞։ Էրիկ, ես այնքան ուրախ եմ, որ մի շոն քո նման ընկեր ունի։ Ու քեզնից է շատ շնորհակալ եմ, որ ինձ հարազատ քրոջ պես ես ընդունում։ Բա ես ինչքան ուրախ եմ։ Ես իհարկե հասկանում եմ, որ իմ դասավանդման մեթոդը ընդունված շատ մեթոդներից մի փոքր տարբերվում է։ Եվ ես նախատեսված ծրագրից հաճախ շեղվում եմ եւ հանձնարարում եմ ծրագրից դուրս բանաստեղծություններ, որպեսզի սովորեք։ Եվ ձեզ մոտ կարող է հարց ծագել, թե ինչի եմ ես նման բան անում։ Պատասխանը։ Որովհետեւ ցանկացած բան, երբ սովորում ես պարտադրանքով, մեխանիկորեն արդեն սկսում ես չսիրել։ Իսկ ես չեմ ուզում, որ դուք տվյալ բանաստեղծին ամենասկզբից արդեն չսիրեք։ Հետևաբար այն ժամանակը, որ պետք է ծախսեք այդ բանաստեղծությունը անգիր անելիս, կլինի ուղղակի ժամանակի կորուստ։ Հաստատ։ Այդ իսկ պատճառով ես գտնում եմ, որ ճիշտ է աշակերտին ընտրության հնարավորություն տալը, որպեսզի դուք ընտրեք, թե ինչ բանաստեղծություն եք ուզում սովորել։ Այդ պարագայում ավելի հետևողական կլինեք եւ կուսումնասիրեք տվյալ բանաստեղծի նաեւ այլ բանաստեղծությունները, որպեսզի ընտրեք ամենից շատ հավանած բանաստեղծությունը։ Եվ ակամա նաեւ ծանոթանում եք գրողի մյուս ստեղծագործությունների հետ։ Ոնց որ ընկեր Շահնազարյանն է ասում, մի կրակոցով երկու նապաստակ ենք սպանում։ Ճիշտ այդպես, Միքայել։ Այդ մեկը ճիշտ է։ Ես այնքան բանաստեղծություն եմ կարդացել, մինչև իմ սրտինը գտել եմ։ Օրինակ Չարենցի Անքուն գիշերի բանաստեղծությունն եմ շատ հավանել։ Վերնագիրի ինտրիգային էր, կտաս կկարդամ։ Անպայման։ Բանաստեղծությունը երաժշտության պես մի բան է։ Եվ դու չես կարող քո սիրած երգչի բոլոր երգերը սիրել։ Կան հիթեր եւ կան չստացված երգեր։ Կամ մեկին կարող է մի երգը դուր գալ, մյուսին ոչ։ Նույն օրինակով Չարենցի պոեզորն կարող են շատերը չհավանել։ Բայց կարող է լինել մեկը, ով նույն պոեմը ավելի շատ սիրի, քան Չարենցի հարթագողի ճամփորդները։ Հա, ես հարթագողի ճամփորդները շատ եմ սիրում։ Մանավանդ այն տողերը, մենք կժպտանք, լուր կժպտանք մեռնելիս, որ երազում երազեցինք ու անցանք։ Չարենցն այնքան բազմազան է, որ հնարավոր չէ սահմանափակվել մի քանի բանաստեղծություն անգիր անելով։ Ու ընդհանրապես Չարենցը չպետք է պարզապես անգիր անել։ Չարենցը պետք է զգալ։ Կարդալ սրտով եւ սիրել ամեն տողի հետ։ Դուք գովում եք Չարենցին, բայց ես այդքան էլ իրեն չեմ սիրում։ Նորմալ է։ Դու էլ կարող ես արտահայտել քո կարծիքը։ Պարզապես կուզենայի պատճառն իմանալ։ Էն որ մի հատ բանաստեղծություն ուներ, տունը շինված անտաշքարով, ինչ որ Կարինե Քոթանջան, հայփր ինչ, դրա իմաստը որն էր, որ մի հատ մենք պետք է անգիր սովորենք։ Անի, կարող ես տաղ անձնականի բանաստեղծության գոնե առաջին տողը անգիր ասել։ Հա, ինչի չեմ կարա։
Թողած Կարսում գետի ափին տունը շինված ատաշքարով։ Դե հիմա այդ նախադասության մեջ Կարս բառը փոխարինիր Շուշի բառով կամ Ստեփանակերտ, Հադրութ կամ Թշնամու երախում թողած այլ որևէ քաղաքի հետ։ Թողած Շուշուն գետի ափին տունը շինված ատաշքարով։ Կորստի ցավ չես զգում։ Զգում եմ։ Բոլորս ենք զգում անի։ Ցավոք սրտի մենք հիմա էլ ապրում ենք Չարենցյան ժամանակաշրջանում, բայց առանց ժամանակակից չարենցների։ Եվ ցավոք սրտի, ինչպես 100 տարի առաջ, հիմա էլ աշխարհը անտարբեր է հայի ցավի հանդեպ։ Եվ այսօր ավելի քան արդիական են Չարենցյան այն տողերը։ Դեմքերը աղբութ են այնպես, կարծես շինված են տապարով։ Այնպես որ քննադատելուց առաջ պետք է շատ զգույշ լինել Անի ջան։ Եվ անպայման պետք է լավ ծանրութեթև անել եւ հիմնավորել քննադատությունը։ Հասկացանք իրար։ Կարդացեք Չարենց։ Այն ձեզանից շատ քիչ ժամանակ կխլի։ Բայց ձեր հոգուն հավերժության ընկալման զգացողություն կտա։ Այս հիմա քո հաշվին է, թե շեֆի։ Վիրա։ Կյանքոտ, պրիվետ։ Նստի։ Ոնց ես կյանքոտ։ Լավ չեմ։ Ինչի, աղջիկա հետ ես խոսացել, թե Լիլուշիկի հետ ես կռվել։ Մարիշ, լսի, ես էլ փող չունեմ, արի էլ տենց անիմաստ կեղծավորություններ մի արա, լավ։ Կյանքոտ, բայց իսկ ես առանց փողել եմ սիրում։ Հա։ Մարիշ, որ հիմա քեզ ասեմ մնալու տեղ չունեմ, կարամ կամ քո տանը մնամ, ինչ կասես։ Կարո, այդ տիպի փող չունես։ Դե, հա։ Բայց մտածում եմ կյանքոլ կարող է քեզ իմ տանը հարմար չլինի։ Դե գիտես փոքր մի սենյականոց տուն ունեմ։ Դե քո մեծ ճոխ տներից հետո էլի։ Չէ, կյանք, դու չմտածես որ չեմ ուզում գաս իմ տուն։ Ես ուղղակի քո կոմֆորտի մասին եմ մտածում։ Շեֆ, դե նենց չի, ես պալատներում եմ ապրում, դե եկել ես մեր տուն, տեսել ես, բայց եթե տեղ չունես գնալու, կարաս գաս մեր տուն։ Ուրա ձերում կարն են։ Մերոնք երկրում չեն։ Ես ուզում հասկանամ դուք դիտմամբ եք անում, հա։ Քո մարի գլխի ինչ օին ասես խաղացի, ոնց ասես վարվեցի հետներ հետ, բայց այն ամենադժվար պահերին, այն ամենանեղ պահերին, մենակ դուք եք կողքս կանգնում, տենց ոնց է լինում։ Վատ է։ Չէ, վատ չի Արմեն ջան։ Ուղղակի ցավոտ է։
Չգիտեմ ում համար ոնց, բայց ես ինձ լավ եմ զգում, որ լավություն եմ անում։ Մի տեսակ այտենց կյանքը ավելի ուրախ ու հավես է անցնում։ Տեսա վերջերը ավտոյի մեջ եմ մնացել։ Կարաս իջացնես իմ տուն։ Կներես չեմ կարա հետդ գամ։ Ուղղակի շեֆս շատ խիստ մարդ է, ջղենանում է, որ բացակայում եմ։ Ապրես արմինչ։ Հայկոն ու Գարիկը ճիշտ էլ երգում էին։ Ջանա, ջանա, կյանքը աստիճանա, մի օր վերև կհելնես, մի օր ներքև դու կիջնես, հոպա։ Վայ շեֆ ջան։ Ճանապարհից է տղային։ Ինչ էր ասում։ Ինչ էր եկել։ Ուղղակի եկել էր ինձ տեսներ դատ, չի կարելի։ Այդքանը։ Տատ կներես, հետո կխոսենք, հա։ Լավ։ Ոնց էի սպասում քո զանգին։ Կարոտել ես։ Հա, շատ։ Բայց իմանա շուտ կզանգեի։ Էլմի, դասերով ընկել ես, ընկերուհուդ լրիվ մոռացել ես։ Լավ, ընդունում եմ, մեղավոր եմ։ Դու ավելի լավ ասա մեղքերս ոնց քաղեմ։ Կա սիրով։ Դե կա ու կա, դու ուրիշ բան ասա։ Միշտ քո սիրուց բացի ինձ էլ ոչ մի բան պետք չի։ Համարին նույնը քեզ եմ ասում։ Վախ։ Միշտ զանգել եմ ասեմ, որ Էրիկը մեր տուն էր եկել։ Նենց վատ էր, անընդհատ լացում էր։ Համոզված եմ, որ ինքը իսկականից տանը շատ լուրջ պրոբլեմներ ունի։ Նենց որ կարաս այսօր մեր տուն չգաս։ Դու զանգի Էրիկին հանդիպի։ Հիմա ինքը քո կարիքը ավելի շատ ունի։ Իզուր չի որ քեզ սիրում եմ։ Ապրես որ հանուներոյի մեր հանդիպումն է զոհում։ Միշերիկն ասեց, որ ինձ քրոջ պես սիրում է ու ամեն հարցում պաշտպանելու է։ Չկասկածես մարս։ Եթե իրոն ասել է, ուրեմն տենց էլ կա։ Չեմ էլ կասկածում։ Okay, լավ մնա։ Դու էլ։ Էրոյի անունը լսեցիր, խառնվեցիր իրար։ Դու Ջորջի անունը որ լսում ես չես ուզվում։ Ուզվում եմ։ Որ ձայնը լսում եմ, մի կերպ եմ ինձ զսպում։ Ահա որ կարոտել եմ։ Միշ, Մարիտ երբ է գալիս, տեսնենք հետով է, որ տենց սիրարվել ես։ Քեզ ինչ։ Ինչի տենց չոր ու կոպիտ, որ ուղղակի ուզում է իմանալ, թե դասարանի ամենասիրուն տղեն ում է սիրարվել։ Ես ասեմ։ Դասարանի ամենասիրուն աղջկա։ Շատ ուրախ եմ ձեր երկուսի համար։ Լսի, եթե չես ուզում պրոբլեմներ ունենաս, արի Միշայից ու Մարիից հեռու մնա, հա։ Չկերա դրանց, մի հատ էլ պաշտպանում եք։ Չես էլ կարա։ Հիշի Մարին մեր ընկերուհին է ու Աստված չանի, որ նեղացնես։ Շատ վատ կլինի քո համար։ Հանգստացեք աղջիկներ, ես այս դասարանում արդեն ֆավորիտ ունեմ։ Ոչ մեկ, ոչ երկու արդեն ֆավորիտ ունի աղջիկը։ Ունենց հետաքրքիր ով է ֆավորիտդ։ Տիկոն։ Ճիշտ էլ գտել ես։ Արժանի եք իրար։
Սպասի ոչինչ բան չասես գուշակեմ։ Էլի դասարանի տանկարքները մի հատ նոր ավանտյուրա են արել։ Ինչա։ Էրիկն է եկել մեր տուն։ Գիտի ամեն ինչ։ Շնայած հետախույզը ուղիղ պետք չի հասկանալու համար, որ կարոն կարար պատմած լիներ։ Դրա համար ուզում եմ մտնեմ Թանջյանի մոտ, տեսնեմ հնարավոր է մի ժամ շուտ գնալ տուն։ Մտածում ես Էրիկ ամեն ինչ պատմել է Մարիին։ Չգիտեմ։ Դրա համար ուզում եմ շուտ տուն հասնել, որ Մարիից կողքին լինեմ։ Ուրեմն սենց։ Չենք խառնվում իրար, հարցին մոտենում ենք սառը գլխով։ Հասկացանք իրար։ Այդպես մի նայր։ 1 տարեկան չեմ եւ լավ հասկանում եմ ինչ է պետք անել։ Իրոք։ Բայց որ դու ճղայնացած ես լինում, այդ անդուր դեմքդ չեմ ուզում տեսնել։ Դու էլ մի նայի։ Շատ ես ազում։ Համ էլ այսպես ես էլ քո դեմքը չեմ տեսնում եւ լսում ձայնդ։ Իմիջ այլոց աչքերը տրված են նայելու համար։ Ուզում ես նայել, գնա թանգարան, ամեն անկյունում նայելու բան կա։ Բարձրյալը տեղում է։ Թորոսի ասած, այ անհայտ ծագմամբ բույս։ Քեզ որ մի բան ասում են, ինչի՞ չես լսում։ Ո՞վ, ես։ Հա, դու։ Ախ, կամանց, դու հերիք ինձ ցավացնես եղավ։ Ամեն անգամ ես ասում եմ, ախ, ցավում է։ Անուշ, դա այն չէ, ինչ դու մտածում ես։ Ճիշտ ասած, մինչև քո ասելը ես ոչինչ չէի մտածում։ Սրան նայ, որ երևակայում է։ Չփորձես իմ հետ այդպես խոսել։ Անուշ, ճիշտ է, մենք կռված ենք ու իրար հետ չենք շփվում, բայց ես քեզ ուզում եմ տեղեկացնել, որ ես այս ամբողջ ընթացքում ոչ մի անգամ քեզ մտովի չեմ դավաճանել։ Այո, նույնիսկ մտովի։ Ինչ լավ է։ Ես էլ արդեն սկսել էի անհանգստանալ, որ իմ մասին ընդհանրապես մոռացել ես։ Չի ստացվում։ Լանջունին տեղում է։ Լանջունին տեղում է, բայց կոբրան մոտնա։ Չգիտեմ ինչ ա եղել, բայց առավոտից խառն են, Լիդիան էլ ֆշշցնելով ման է գալիս։ Նենց որ ավելի լավ է չմտնես մոտ այդ թույնը չշնչես։ Շնորհակալ եմ իհարկե, որ անհանգստանում ես ինձ համար, բայց ես արդեն հակաթույն ունեմ իր դեմում։ Մի րոպե, բայց ես պետք է մտնեի Լանջունու մոտ։ Ոյ, ուշացար, արդեն Լանջունին զբաղված է։ Ես կբողոքեմ այս անարդար աշխարհի դեմ։ Այո։ Եվ ինչու են միշտ ինձ հետ այդպես վարվում։ Պակա։ Բողոքի։ Այդ բողոքը ստատուս կգրես, այ պատյաշկա։ Նորից եմ կրկնում, բան ենք խոսում, խանգարում ես։ Տեկին Լանջունի ներեցեք, ես այս ժամանակից երկար չեմ խլի։ Պարզապես ուզում եի խնդրել, որ վերջին 2 ժամը ինձ փոխարինող գտնեիք։ Արևշատյան ինչ-որ բան է պատահել։ Դե, այո, որոշ խնդիրներ կան, ընտանեկան հարցեր են։ Շտապ պետք է տուն գնամ։ Մի ընտանիք էլ ունենաս։ Քեզ ով է թույլ տվել նման հեգնանքով խոսել իմ ընտանիքի մասին։ Թե չէ ինչ։ Մի ստիպիր ինձ ընտանիքից ստեղծման պատմությունը հիշեցնել։ Անուշ, իմ ընտանիքին այս քաղաքում բոլորն են ճանաչում։ Ես շատ հարգված եւ սիրված ընտանիքից եմ։ Այ դու մտածելու տեղ ունես։ Կարելի է ասել, ընտանիք էլ չունես։ Ով է ընտանիքդ, կորած ամուսինդ, թե մատուցող աղջիկդ։ Եվ դե չես ամաչում, այսպեսի բաներ ես ասում։ Եվ սա խոսում է այն կինը, ով անամոթաբար իրեն նետեց իմ ամուսնու գիրկը եւ քանդեց ընտանիքս։
Լիդիա, սա լսողական խաբկանք է, թե իրականություն։ Ցավոք սրտի դառը իրականություն է Տիկին Լանջոնի։ Լիդիայի ամուսինը Կարոն իմ նախկին ամուսինն էր։ Ես նվաղում։ Ինձ թվում է դու գիտակցում ես, որ սրա համար պատասխան ես տալու։ Չնայած ես հասկանում եմ, ինչի է ընդունակ ամեն ինչ կորցրած կինը, բայց իմացիր, որ ես քեզնից չեմ վախենում։ Անուշ, տրորելու եմ, ոչնչացնելու եմ, անցնելու եմ վրայով, խոսքս հիշիր, հա? Քո ավազե դղյակը վաղ թե ուշ փլվելու է և մնալու ես կոնտրաստաշտակի առաջ։ Ոչնչացնելու եմ քեզ։ Ես փողը վերցրա։ Հրեդը չեմ ջում, դու լուրջ իմ լավն ես ուզում։ Արախ կառնես կխմես։ Կներեք տիկին Լիդիա, բայց ես Մարին կօգնեմ։ Բա ես ինչ ասեմ։ Որ առանց իմանալու հորս եմ վիրավորել։ Մարին քո քուրն է։ Շուշի, ես չգիտեի, որ դու սենց լաց կանես։ Գտել եք դու Էրիկը իրար, այնօր էլ ինքն էր եկել լացում։ Այս սենյակը լրիվ լացկանների օֆիս է դառել, ով գալիս է այստեղ լացում է։ Այսօր քարտեր է դա, որ հերու աղջիկ օրը մեջ արկելա փակում էինք։ Եկ։ Դուք ստեղ ինչ եք անում։